Թեզ տարիներով ասում են պարսիկներին, նույն որ ես եղել եմ այետոլատի օֆիսում, իրաց մարդկանց հետ եմ հանդիպել, դրանք հրավերել են, ես ասացի, որ ձեր օնիկների շատ խիստ է, եղաշրջման համար դուք ֆունդամենտ եք ստեղծում, ձեր ձերքով, թույլատրեք այդ բաների մի քիչ, այդ երիտասարդներ, այդ ջահելությունը, մի քիչ իրանց ազատ զգան, հիմա վախում են աղջիկ տղուի հետ ձեռք բռնեն, գնան միասին քայլեն, ոստիկաններ գալիս են ասում ազնագերի տուր, ազնագերը տանում են, ասում են դուք ամուսինից չեք, ամուսնացած չեք, իրավունք չունես ձեռքը բռնես, տանում են ոստիկանություն, տուն կարա 20 անգամ փելի, մտրակեն, հա, ոչ թե տուգանքում են, մտրակ, այո, հա, մտրակ են անում, հա, ասում թույլատրեք այդ բաները, դուք ձեր ձեռքերով հիմք եք ստեղծում, հատուկ ծառայություններ դրսի, կօգտագործեն այս բանը, սենց խիստ մի պայեք, թույլատրեք այդ բանը, մի քիչ սկսել են, բայց այն բանը չի բոլոր դեպքերում ժողովուրդը դժգոհ է, կոռուպցիական ֆունդամենտը շատ ուժեղ է այնտեղ լիքը կոռուպցիայի հետ կապված խնդիրներ կան, Պեզեշքյանն էլ է, չէ, ասում որ ամեն ինչ անելու են կոռուպցիան, կաշառակերությունը, նմանատիպ խնդիրները, արդեն պետք է այդ բոլոր ճանապարհները տապալենք։ Տարիներով մեր մոտ ոնց է եղել, ոչ թե մեր իշխանությունը կոռուպցիայի մեջ եղել, մեր ուժային կառույցները էլ կոռուպցիայի մեջ են եղել, մեր միանշանակ, մենք գիտենք սա այդ բանի մասին, իրանց մոտ սարսափելի վիճակ է այդ բանով, ամբողջ իրանց հատուկ ծառայությունը լրիվ ոտից գլուխ կոռուպցիայի մեջ են, ոտից գլուխ, Լուծումը ո՞րն է։ Լուծումը ո՞րն է, դրանք այդ սկսեն իրոք լուրջ հակակոռուպցիական պայքարը, այդ առաջինը, այդ օրենքները թույլատնեն, բայց նայեք, ամերիկացիք չեն ուզում, որ Պարսկաստանում խաղաղություն լինի, ես ձեզ ասում եմ, քանի որ ես շփում ունեմ Պարսկաստանում վերևների հետ, ու ես ամերիկացիների հետ եմ ծրագիր եմ ներկայացրել, պարսիկների հետ համաձայնացվել եմ այդ ծրագիրի հետ կապված, ես ասում եմ ամերիկացիներին, մենք կարանք միջնորդ լինենք, խոսացել ենք, դրանք պատրաստ են, եկեք այդ սանկցիաներ լրիվ հանենք Պարսկաստանից, եկեք նստենք սեղանի շուրջ, պայմանավորվենք, սանկցիայի կանոն, բանը, Պարսկաստանն էլ պատրաստ է ամիջ պաստատուց ստորագրի, որ ատամային ռումբը չի օգտագործելու, այլ չի սարքելու, դրանք պատրաստ են բանակցել, եկեք այդ սանկցիաները հանենք, դրանք ուզում են ծերի այդ նորմալ հարաբերություն ունենան, ամերիկացի կարա մի ժամվա մեջ, զանգեն նախագահին, ասեն, վաղ հանդիպում ենք, ես սանկցիա եմ հանում, դու էլ բան ես անում, ստորագրում ես երբեք այս զենքը չես ունենալու, չես ստեղծելու, հետագայում մի տարվա ընթացքում Իսրայելի հետ հարաբերությունը նորմալ, դու էլ ես սկսում իրաց հետ բանակցել, համ էլ մենք քեզ համաշխարհային գարանտիա ենք տալիս, խոսքի ունակ ՄԱԿ-ում, Անվտանգության խորհրդում, որ երբեք ոչ մեկը Պարսկաստանի դեմ ուժ չի օգտագործելու։ Միջազգային փաստաթուղթ ենք ստորագրում։ Տրամպը կարա մի ժամվա մեջ այդ հարցերը լուծի։ Բայց դրանք չեն ուզում գնան Պարսկաստանի հետ պայմանավոր։ Ինչ համար։ Իրանց համար պետքա Իսրայելի շահերի համար Պարսկաստանը ոչնչացնեն։ Էդա։ Դուք գիտեք այդ մի օր են պատրաստում հիմա ինչ որ տեղ ունենում Պարսկաստանում։ Տարիներով են պատրաստում այս կանը։ Այդ պիտի զենք բերես, հավաբիջներին պատրաստես, այդ խմբերը ստեղծես։ Ներսում աշխատես։ Այո։ Ներսի դժնամություն էլ կա, դավաճանները էլ կան, առանց դավաճանների չի ստացվում պետությունը քանդվի։ Անպայման միշտ դավաճաններ են, ոնց որ Հայաստանում է եղել, միշտ։ Դրա համար ասում եմ, դա մի օրվա գործ չի։ Հիմա քանի որ պարսիկներ ահագին ժամանակ են կորցրել, այդ նշանակում է ներսում մարդիկ են աշխատում, որ դրանք իշխանությունը կորցնեն։ Որտեղ սենց, գիտեմ, սենց լախուտներ են իրանց սպավում։ Ու մի բան ասեմ, այս ինչ որ կատարում է հիմա Պարսկաստանի հետ, 20 թվի հետևանքներ է։ Քանի որ մեր կողքը չեն կաղնել։ Իսկ պատերազմի ժամանակ ես իրանց հետ բանակցել եմ, խոսացել եմ։ Ասում եմ, եկեք մեր կողքը կաղնեք, հետո փոշմանելու եք։ Մի բան էլ հələ ողջունում էին Ադրբեջանին։ Ահա, հետո հասկացել են իրանց եշությունը։ Բայց արդեն ուշ է։ Հիմա ես չգիտեմ, դրանք
ու ասում եմ, եթե պատերազմ ալնելու, իրանց կողմը ոչ մեկը իրանց կողքի հետ ոչ մեկը չի կանգնելու։ Ոչ Ռուսաստանը, ոչ Հնդկաստանը, ոչ Չինաստանը, մանավանդ Հայաստանը։ Այսինքն մենակ կմնա։ Ոնց որ մենք ենք մնացել մինակ, նույն Պարսիկն է մնալու մինակ։ Դրանք դաշնակից չունեն։ Փաստաթղթով սա դաշնակից են, սա աշխարհի իրար դաշնակից են։ Բայց ոչ մեկը ոչ մեկի համար այրնը չի թափվում։ Այսինքն հիմա ոչնչանալու համար պետք է նրանք էլ գնան որոշակի զիջումների։ Կարող է, բայց ավելի շատ ժամանակ են կորցրել հիմա դրանք։ Հիմա եթե այդ ահաբիջներից դրանք չեն ազատվում, չեն մաքրում, այդ ահաբիջները նորից մտնում է պատերազմի փուլ։ Գիտեք, իրանց համար ավելի լավ մտնեն ներսի պատերազմի փուլ կամ դրսի, որովհետև այդ ահաբիջներ օրից օր դուք ելիք տենում, ուժեղանում են, քաղաքներ են վերցնում, պետական շենքեր են գրավում, այդ ահաբիջներ են, այդ բանը, խաղաղ ժողովուրդ չեն, դրանք չեն, այդ ահաբիջներ, որ պատրաստություն են անցել դրսում։ Ու մեր համար, մեր շահերի համար ամենակարևորը, որ այս իշխանությունը մնա իրեն տեղում։ Այս դեպքերից հետո պարսիկներ կարան ուշքի գան։ 1000 անգամ իրենց բացատրենք, գիտեք, միշտ ասում ես, պարոն Պասյան, մեծ պետություն են, իրենց խորհուրդներ է ստալ, իրենց բացատրում ես, ասում չէ, չի նշանակում։ Նույն մի գլուխով մարտա, երկու ոտերով, երկու ձեռքերով, նույն մարտա։ Դա չի նշանակում պետությունը մեծ է, դա փոքր է։ Այդ պետության մեջ մարդիկ են աշխատում։ Ով ասել, որ դրանք մեզնից ավելի խելացի են։ Նույն Ռուսաստանը վերցնենք, նույն ԱՄՆ-ն վերցնենք, Եվրոպան վերցնենք, իրենց մակարդակը տենում ենք էլի։ Հա, մեծ են, զոր են, բայց իրենց մակարդակը նույն ժամանակ տենում ենք։ Հիմա ոնց որ մանգապարտեզ են դրել։ Սա աշխարհը մանգապարտեզ է հիմա։ Այս դաշտում։ Դրա համար ես հիմա մենք իհարկե գտնվում ենք շատ ու շատ վտանգավոր բանի մեջ ենք հիմա։ Եթե Պարսկաստանը քանդվում է, ես սենց ասում եմ, քանի որ մենք ունենք թույլ իշխանություն հիմա Հայաստանում, ոչ պրոֆեսիոնալ, կարանք ասենք շատ մեր հատուկ ծառայությունները շատ թույլ են, ես վախում պատկերացնեմ ինչ դեպքեր կարող լինի մեր համար։ Ես ասում եմ, այն ժամանակ որ աշունում այդ բաները ա եղել, ես ասել եմ բոլորին, հիմա բան չի լինելու, քանի որ դրանք հələ փորձում են, դա պատրաստությունն է։ Մտնում են, անում են, վերլուծում են, հիմա դա բան ա եղել, նախապատրաստական բաներ ա եղել, փորձել են, ոնց պիտի անենք հետագայում։ Հիմա լրիվ ուրիշ բան չեք դնում, հիմա լրիվ ավելի լայել մասշտաբ բաներ ա տեղա ունենում Պարսկաստանում։ Հիմա նայ քանի քաղաքների մեջ բան, արդեն քանի շենք են գրավել, ինչ կան մարդկանց ձեռքի մեջ զենք կա։ Սենց բան չի եղել այն ժամանակ։ Ну, այս կան 1-2-3 էդի բան չի։ Հիմա լրիվ ուրիշ բան է։ Հիմա ավելի վտանգավոր է։ Ավելի։ Ես ասում, այն ժամանակ, առաջի պատերազմի ժամանակ, լրիվ ուրիշ շրջանություն է եղել, լրիվ ուրիշ մարդիկ են եղել։ Նույնը մեր հատուկ ծառայություններում լրիվ ուրիշ մարդիկ են ծառայել, ավելի լավ կարտություն են ստացել, ավելի իսկական կարտություն են ստացել։ Հիմա ինչ, հիմա չկա sense բան։ Այսինքն հիմա Պարսկաստանում երկու տարբերակ, կամ ինքն է իր հարցերը լուծում ներսում, կամ Միացյալ Նահանգներն է մտնում այդ կարգավորումները անում։ Ես հիմա չգիտեմ ինչ միջոցներով դրանք պիտի ներսի process-ները կազմացնեն, եթե դրանք ուզում են ուժ օգտագործեն, կոպիտ ձևով ուժ օգտագործեն, եթե դրանք ուժ չեն օգտագործում, դրանք շանս չունեն մնան։ Մի կողմից դրանք էլ վախում են, որ ուժ կսկսեն օգտագործել, Ամերիկան կհարձակվի։ Հիմա դրանք պիտի որոշեն։ Հասկանում եք, եթե Ամերիկան որոշում է հարձակվելու, համերկուն ներսի պետության մեջ, ներսում, process-ներ է գնում, sense լայնամասշտաբ եղաշրջում է գնում այդ process-ը։ Դու ռազմական դաշտում շանս չունես, որովհետև դու ներսում պատերազմ ունես, կայացական պատերազմը, եւ արտաքին տիշնամու հետ պատերազմն ես տանում։ Դու շանս չունես։ Համտեղ պիտի փայկարես համստեղ։
Նորմալ պետություն ոչ մի պետություն չի կարող ձգի։ Այսինքն ուրեմն դու պիտի սկզբից ներսում նորմալ խաղաղ պայմաններ ստեղծես, որ կարաս կենտրոնանաս հակառակորդ, այո, հակառակորդի դեմ, բայց հիմա դու ներսում դու պատերազմ ես տանում, ներսում ամեն օր գործարան են վերցնում, պայիսներ են վերցնում, շենքեր են վերցնում, զենք են օգտագործում, մարդ են սպանում, այսինքն դու պիտի համտեղ պայքարես համստեղ, չի ստացվելու, ու Հայաստանը, Պարսկաստանը պարտվելու է, եթե սենց կշարունակեն։ Դրա համար դրանք չպիտի լսեն Միացյալ Նահանգները ինչ են ասում, այդ առաջինը, երկրորդը շատ լուրջ բանակցություններ տանեն Չինաստանի հետ, քանի որ ռազմավարական բան ունեն դրանք, պայմանագիր ունեն, ոչ թե դեկլարացիա, այլ լուրջ պայմանագիր ունեն Չինաստանի հետ։ Հիմա դրանք պիտի ասեն Չինաստանին, իմ կողքը բոլոր դեպքերում պիտի Չինաստանի հետ լուրջ բանակցություններ տան, ու իմ կարծիքով երևի պիտի հիմա գնում են այդ բանակցությունները։ Ներսում մաքրում ես, Չինաստանները բոլորից զգուշացնում են։ Հանգարց Պարսկաստանի դեմ, Ռուսաստանի մասին կարակ մոռանաք, Ռուսաստանը չկա։ Կամ Չինաստանը պիտի զգուշացնի Միացյալ Նահանգներին, կամ հա սկսում ես, ես էլ եմ մտնում։ Այդ Տրամպը կկաղնի, կտենակ, Տրամպը չի գնալու առաջ։ Հիմա Պարսկաստանի շատ իրանց կոմպետենցից շատ բաներ է կախված, ինչքան պրոֆեսիոնալ ձևով կաշխատեն։ Մինչև այսօր 20 թվից այն քայլերը, որ Պարսկաստան անում է, այդ քայլերը արտաքին այդ բաների հետ կապված, ես տենում եմ դրանք ոչ պրոֆեսիոնալ քայլեր են արել ու իրանց համար ավելի մեծ վտանգներ են բերել, մեծ, ավելի մեծ։ Այդ հակա-իսրայելական պայքարը միշտ իրանց մոտ բան, այդ լավ բաների չի բերելու իրանց համար, այդ բաները պիտի հասկանան։ Ես էլ ասում եմ, եթե մի հատ երկու հատ պետություն կա, որ կարա օգնեն պարսիկներին եւ Իսրայելին, որ նստեն սեղանի շուրջ, դա Միացյալ Նահանգները ու հայեր։ Երրորդ sense պետություն չկա։ Ու ճիշտ ասած դրանք կարան ամերիկացիք մի ժամվա մեջ կարան հարցերը լուծեն, բայց չեն ուզում, որովհետև Ամերիկայի նպատակը Պարսկաստանի ոչնչացնելն է։